Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Կարոզա Հարսանյաց սրահ։ Կարոզա։ Միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Կարոզա Հարսանյաց սրահ միայն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային հարսանեկան զգեստների, ինչպես նաև աքսեսուարների լայն տեսականի։ Ամենասեղմ ժամկետներում կարող ենք ապահովել ցանկացած բրենդային հարսանեկան զգեստ։ Ալեք Մանուկյան 17, հեռախոս 575007։ Կարոզա միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, Առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպարտն է։ այսօրվա մեր հյուրն այն երգչուհին է, ով Խաչիկից, Վաչիկից, Քաջիկից ու Հրաչիկից հետո վերջապես գտավ իր միակին, բարձրաձայն խոստովանելով, որ սիրում է նրան։ Նա այն երգչուհին է, ով միշտ հպարտությամբ է նշում իր արմատների մասին, իսկ դրանք մոռանալը անամոթություն համարում։ Նա այն երգչուհին է, ով կարծես թե անվերջ ոճային փոփոխությունների մեջ է եւ գերադասում է երգել այն, ինչն այդ պահին ամեն ինչ շատ է իրեն դուր գալիս։ Մեր այսօրվա հյուրը հայկական շոու բիզնեսի ամենահամեստ երգչուհիներից Սիլվա Հակոբյանն է։ Ինձ թվում է այս ճանճը մինչև վերջ մեր հոգին կուտի ու չթողի խոսան։ Իմ վրա որ եկավ, ես ինձ ծրվացելու։ Ահա, գնաց, պագի։ Ողջույն Սիլվա, ուրախ ենք քեզ հյուրընկալելու համար եւ շատ հաճելի անակնկալ է, որ այս անգամ գործնական հարցով անձամբ կապվեցինք քեզ հետ, այլ ոչ թե հայրիկիդ, թեև դա արեցինք հայրիկիդ միջնորդությամբ, հետաքրքիր է ինչով է պայմանավորված այդ փոփոխությունը, հնարավոր է որ այն կապված է քո կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ։ Նախ մինչև հարցին պատասխանելը ուզում եմ ես էլ շնորհակալություն հայտնել, որ ինձ հրավիրել եք։ Ինձ համար շատ հաճելի էր այն փաստը, երբ զանգարեցիք ու ասացիք, որ շատ են ձեզ գրում եւ զանգարում, հա, եւ ցանկանում եմ, որ ես լինեմ հյուրը։ Ես շատ շոյված եմ այդ փաստից, նշանակում որ հանդիսատես ինձ կարոտում է եւ իմ չերևալի իհարկե դա միտումնավոր է արված, քանի որ ասելիք ունենալու դեպքում եմ սովորաբար սիրում հայտնվել էկրաններին կամ եթերներում։ Ինչ վերաբերվում է հարցին, հիմա պատասխանեմ, կապ չունի ոչ մի փոփոխության հետ, ուղղակի լինում են դեպքեր, որ հարցի պատասխանները ավելի ճիշտ է լինում, որ հենց հայրս պատասխանի, որովհետև հանդիսանում է իմ պրոդյուսերը այդ պարագայում ոչ թե հայրը, այդ պատճառով էլ բանը ինձ չի հասնում, ընդամենը դա, թե չէ դա ոչ գոռոզության հետ է կապված, ոչ ընդհանրապես ինչ-որ կյանքի փոփոխությունների հետ է կապված, ուղղակի դա է հիմնականում պատճառը։ Այնպիսի տպավորություն էր, որ քո կյանքում արդեն հայտնվել է եւս մեկ տղամարդ եւ այդ պատճառով է, որ դու փորձում ես քո գործնական հարցերին ավելի ինքնուրույն մոտենալ։ Չէ, ասեմ, որ մինչ այդ էլ ես ամեն տեսակ հարցերի ձերբազատված եմ եղել, իմ գործը միայն երգելն է եղել եւ հիմա էլ միայն երգելն է եւ ուրախ եմ, որ այդպես է, քանի որ արտիստը կարծում եմ, որ ինքը միայն պետք է մտածի իր կատարման մասին, մտածի միայն երգելու մասին, չմտածի մնացած բոլոր իրեն շրջապատող հարցերի մասին, այն ինչ որ անձամբ իրեն է վերաբերվում, հենց դա պետք է միայն իրեն հետաքրքրի եւ դրանով նա զբաղվի, իսկ մնացած հարցերից ինձ եւ հայրս է ձերբազատել եւ ընդհանրապես ընտանիքս։ Նշեցիր, որ այս պահին ասելիք չունես, այդ իսկ պատճառով է, որ փոքր-ինչ դադար է, հա, քո գործունեությունում։ Այ հետաքրքիր է, ո՞րն է պատճառը, ինչի հետ է կապված քո ասելիք չունենալը, որովհետև կարծիքներ կան, որ դա կապված է կրկին քո անձնականի հետ եւ արդյոք եկել է քեզ մոտ այն ժամանակը, որ ավելի ժամանակ ուզում ես հատկացնել դրան եւ մի փոքր հանգստանալ երգարվեստից եւ երաժշտությունից։ Չէ, եթե ես ասացի ասելիք չունեմ, դա ընդհանրապես չի նշանակում, որ ես չեմ աշխատում։ Ես աշխատում եմ, ես մենահամերգներ եմ ունենում,
ունենում, տարբեր երկրներում շրջագայություններ եւ անձնականը մի կողմ դնենք, դա ընդհանրապես կապ չունի։ Իհարկե դա բոլորի կյանքում էլ շատ հաճելի փոփոխություն է, որ լինում է, բայց այնպես չէ, որ այս ամեն ինչը դրա հետ է պայմանավորված։ Ես ուղղակի ավելի շատ սիրում եմ աշխատել եւ գործով ամեն ինչ ցուցադրել ու ապացուցել, քան խոսել դրա մասին։ Լավ, խոսելով անձնականից, չեն կարող ուղղակի չխոսել քո ներկայիս կարգավիճակի մասին։ Դու այն քիչ երգչուհիներից ես, որ նախապես տեղյակ էիր պահել քո երկրպագուներին, որ ցանկացած փոփոխության դեպքում դու նրանց կտեղեկացնես եւ այդպես էլ եղավ, երբ հրապարակեցիր լուսանկար եւ մակագրեցիր, որ սիրում ես։ Սակայն ինչ որտեղ նաեւ կարծիքներ կան, որ Սիլվա Հակոբյանը ամեն ինչ չի բացահայտում, այսինքն շատ քիչ լուսանկարներ է հրապարակում, ձեզ միասին նույն միջոցառման տեսնելը գրեթե անհնար է, ինչով է դա պայմանավորված, որովհետև կարծիքներ կան, որ այդպես Սիլվա Հակոբյանը փորձում է ինչ-որ չափով հետաքրքրություն առաջացնել իր անձի նկատմամբ։ Չէ, հետաքրքրություն չէ։ Գիտեք, մեծ մասամբ ովքեր անձնական ունենում են, փորձում են ձեռք պահել դա չհանրայնացնել։ Ես էլ այդպեսին եմ։ Անձնականը մնում է անձնական։ Ինչու է հենց անձնական, որովհետև դա վերաբերվում է քեզ։ Եվ կան մարդիկ, որ սիրում են հանրայնացնել, կան որ չէ, ես այդ չսիրողների շարքին եմ պատկանում։ Կասեմ հետևյալը, որ ես իհարկե ասել եմ, որ այդ մասին եթե փոփոխություն լինի կիմանան եւ իմացան այն չափով, ինչքանով որ ես ասացի, այսինքն ցուցադրեցի նկարի տեսքով եւ ոչ անգամ դեմքը։ Բայց անգամ այս պարագայում շատ դիմակներ ինձ համար պատրեցի, որովհետեւ հասկացա թե հարգանքը մարդկանց իմ հանդեպ ինչքան է։ Կայքերից մեկը ուղղակի ինձ տեղյակ պահելով հանդերձ նաև որոշեց հենց իմ ընկերոջ նկարը տեղադրել, ինչ է որ ընթերցողներ հավաքի եւ այդ կերպ դարձրեց մեծ իրարանցում ինտերնետում, որովհետեւ ինձ մոտ է պիտի տպավորություններ, որ ես նոր մուտք եմ գործել շոու բիզնես, որովհետեւ նման մուտք նաև ու նման արձագանք լուսաբանում եղավ նաև այդ ժամանակ եւ նաև երբ որ իմ անձնականում փոփոխություն եղավ։ Երևի պատճառը դրա հետ էր պայմանավորված, որ ես երբևէ ընկեր չեմ ունեցել եւ այդ հարթակում ոչ մի նորություն չէի ունեցել։ Երևի դա էր պատճառը, որ այսպես միանգամից բոլորը հարցակվեցին եւ սկսեցին լուսաբանել։ Իհարկե եղան եւ մարդիկ, որ անկեղծ ուրախացան այդ առումով, բայց ընդհանուր ասեմ, որ դա կայքերից մեկի շնորհքն է ուղղակի, որ այդպես տարածվեց եւ դա նպատակ չեք ունեցել ընկերոջ դեմքը ցույց տալու։ Ոչ, ես ասեմ, որ շատ վաղ էր ինձ համար խոսել այդ մասին եւ հիմա ինչ որ գիտի հասարակությունը դեռ մի բան էլ շատ է, որովհետեւ ես չէի պատրաստվում։ Ես խոսայի այդ մասին, երբ որ հարկ համարեի, բայց դա եղավ ուղղակի ասեցի, կայքերից մեկի։ Իսկ որևէ պատասխանատվության ենթարկել եք նրանց։ Ես փորձեցի չենթարկել, ես փորձեցի ինձ ավելի զերծ պահել նման բաներից, բայց ուղղակի հասկացա, որ սև ցուցակում են արդեն նրանք եւ այլևս ոչ մի նյութ ես նրանց չեմ տրամադրելու։ Շատ շնորհակալ եմ իրենց, որ այդքան էր հարգանք իմ հանդեպ։ Իսկ արդյոք դա քեզ համար սպասելի չէր, հա, այդ աժիոտաժը, որը առաջացել էր համացանցում, որովհետև ճիշտ է դու, հա, ինչ որ միտեղ հարցազրույց չես տվել, բայց կարծես թե ինքդ ես, հա, շակերտների մեջ ասած հրահրել այդ ամենը, տեղադրելով լուսանկարը եւ չես կարծում, որ այս դեպքում նորմալ է դու հանրային մարդ ես եւ մարդիկ հետաքրքրվում են, ինչու՞ չեն կարող այդ ասեմ անգամ, որ շատ մարդիկ կարող են միգուցե քո արվեստը չլսեն, քո երաժշտությունը չլսեն, բայց քո անձնականը հետաքրքրի բոլորին, դա նորմալ երևույթ է։ Ուղղակի խոսքը դրա մասին է, որ անգամ ինձ ասեմ այդ րոպեին, երբ որ ես այդ նկարները հրապարակել էի, ես ընդամենը ձեռք էի տեղադրել, ձեռքեր եւ ծաղկեփունջ։ Բայց եղան անգամ այդ րոպեին ինձ զանգահարող շատ լրագրողներ, որոնք ասացին Սիլվա ջան, ով է նա, տպենք, ես ասացի ոչ, խնդրում եմ ասի, իմ որոշումն է, եկեք հարգեք, նրանք ոչ մի խոսք, մենք քեզ հարգում ենք, խնդիր չկա, մենք ոչինչ չենք հրապարակի, երբ որ դուք հարկ կհամարեք, խոսեք։ Ընդամենը դա։ Ես չեմ ասում, որ փոփոխությունը, իհարկե ես ուզեցել եմ, չէ՞ որ ես դա արել եմ, բայց ես վաղ էի համարում դեռևս ինչ որ մի բան խոսել։ Այսքանը։ Լավ, փակելով անձնականի թեման, կուզեինք անդրադառնալ մի փոքր նաև երկարվեստին։ Մեկ անգամ նշել ես, որ քո հիմնական եկամտի աղբյուրը գոյանում է կորպորատիվ միջոցառումներից, սակայն որոշ ժամանակ առաջ քո երկարվեստում նկատված փոփոխությունը բավական հավանության արժանացավ տարբեր մարդկանց կողմից, որոնց սակայն կրկին փոխարինեցին, հա, այդ ավանդական 6-8 ռիթմով երաժշտությունները։ Ինչու՞, հասկացար, որ ինչքան էլ դրանք ճիշտ են եւ ընդունել են այդ ստեղծագործությունները, բայց այնուամենայնիվ դրանք շահութաբեր չեն։ Շահութաբեր չեն, իհարկե, դա ես չէ որ պետք է ասեմ, դա իմ գոլեգաներն էլ կհաստատեն։
Ես ուրախ եմ, որ ես երկուսն էլ փորձում եմ պահել եւ դա չի նշանակում, որ հիմա եթե 6-8 երկեցի, նորից չեմ անդրադառնա նման թեմաներին, նման ռիթմիկայի երգերին։ Իհարկե անդրադարձ կլինի լրիվ այլ ոճի երգերին, որովհետեւ ես եթե կարողանում եմ երգել, փորձում եմ նաև այդ ամենը ցույց դնել հանդիսատեսին։ Դա արդեն ինքն է գնահատում եւ ինքն է որոշում, որ ոճը ավելի լսի, որը ոչ։ Բայց դրանք էլ իր տեղ ունեն եւ դրանք էլ տալիս են քեզ շանսեր, հատկապես արտասահմանյան շոու բիզնես մուտք գործելու համար կամ նմանատիպ հիմնականում արտասահմանցիներին, եթե ուզում ես ինչ-որ մի բան ցուցադրես, կարծում եմ այդ երգերը ավելի ճիշտ են ցուցադրել, որովհետև լեզվի առումով էլ անգլերեն լեզվով ավելի կհասկանան, քան այն ինչ որ ներկայացնում ենք հայերեն լեզվով։ Ի նկատի ունեմ 6-8-երը, բայց ես ունեցել եմ երգեր հայերեն լեզվով, օրինակ իմ դանդաղ երգերը «Դե գնան», «Գիշերը», որ ամբողջ աշխարհը կարող եմ ասել շատ սիրել են բոլոր ներկայացուցիչները, որովհետև ես ստանում եմ նամակներ, ճապոնացիներ, հնդիկներ, չգիտեմ ինչ ասկ որ կա, բոլորը գրում են, «Էս ինչ լավն է երգդ, մենք չենք հասկանում ինչ ես դու երգում, բայց մեզ գրավում է»։ Նշանակում է երաժշտությունը լեզու չի ճանաչում։ Իսկ երգելով, փոխելով քո ոճը, հնարավոր է որ փորձեցիր ինչ որ մի կերպ նաև քո վրայից հանել այդ պիտակը, հա, որ Սիլվա Հակոբյանը միայն մարդկանց ուրախացնող երգչուհի է եւ ցույց տալ մարդկանց ապացուցել, որ Սիլվա Հակոբյանը կարող է նաև այլ երգեր կատարել։ Դա էլ կա, բայց գիտեք, ինձ թվում է, եթե մարդը այնպես է, որ դրանից առաջ էլ ես ունեցել եմ երգել։ Բայց այնուամենայնիվ դու համարվում ես 6-8 երգող երգչուհի։ Երևի որ վերջի շրջանում շատ էին 6-8-ային այդ ոճի երգերը, հիմնականում դրա պատճառով։ Բայց ես կարծում եմ, եթե անգամ այս երգերն էլ ունեցա հիմա նորից 6-8-ին վերադառնա, մեկ է, այդ կարծիք ունեցող այդ կարծիքին է կմնա։ Անգամ նշել ես, որ քայլեր եք արդեն ձեռնարկում համաշխարհային շոու բիզնես մուտք գործելու համար։ Հնարավոր է, որ այդ անգլերեն լեզվով երգերը նույնպես ճանապարհ հարթելու միջոց են։ Այո, իհարկե, եւ կարող եմ ասել մեծ մասամբ դրա համար են արվել այդ երգերը։ Բայց թե ինչ կլինի, դեռևս էլի կլռեմ։ Չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել։ Խոսեցինք կորպորատիվ միջոցառումներին մասնակցելուց եւ գումար գոյանալուց, հետաքրքիր է իրականությանը համապատասխանում են այն ասեկոսենները, որ ձեզ շատ դժվարությամբ կարող ենք տեսնել այս կամ այն հարսանիքին, որովհետեւ դուք շատ բարձր հոնորարի դեպքում եք համաձայնվում մասնակցել։ Նույնիսկ հրապարակել էին, եթե չեմ սխալվում, մեկ երգը արժեր $5,000։ Գիտեք, ես նման հարցերին ընդհանրապես չեմ խառնվում եւ դա ես չէ որ պետք է պատասխանեմ, դրա համար կա համապատասխան մարդ, հայրս պրոդյուսերով զբաղվում է։ Միայն կասեմ հետեւյալը, որ թանկաճույք է իմ որևէ կորպորատիվին ներկա գտնվելը։ Իսկ ինչով է դա պայմանավորված, ուղղակի դուք ես բարձր ես գնահատում, թե երգերդ պահանջված են հենց զուտ այդ պատճառով։ Կարծում եմ, եթե քեզ հրավիրում են արդեն պահանջարկ ունես նշանակում է, եւ դա իհարկե տարիների ընթացքում է այդպես դառնում, այնպես չէ որ միանգամից դառնում ես, հա։ Տարիների ընթացքում եւ դա ավելի քո աշխատանքը, դու անում ես աշխատանք եւ պետք է վարձատրվես։ Լավ, Սիլվա, խոսեցինք փոփոխություններից, անշուշտ փոփոխություններ նկատվել են նաև քո ոճային առումով։ Հետաքրքիր է, դա եղել է քո ցանկությամբ, թե ուղղակի հայտնվեցին մարդիկ եւ որոշեցին, որ վերջ պետք է Սիլվան փոխվի եւ դուրս գա այդ աղջկական կերպարից։ Ինձ մոտ հիմնականում այդ ոճային փոփոխությունը ազդարարվեց ուշացել եմ երգով։ Այնպես է, որ այո, մենք ինքներս ցանկացանք, որ արդեն ժամանակն էր։ 23 տարեկան էի եւ ես միշտ եմ ասել, որ տարիքիս համընթաց եմ քայլել եւ ժամանակը հասունացավ, նաեւ գիտեք, ես հասկացել եմ, որ ժամանակը ընդհանուր առմամբ շատ բաներում է դեր խաղում։ Նաեւ այն առումով, որ թիմ ես ձեռք բերում, ի վերջո այդ պրպտումների ընթացքում գտնում ես այն մարդուն, ով որ մշտական է դառնում քեզ համար եւ ով լիովին համապատասխանում է քո ճաշակին, անում է այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Իսկ սպասում էիր, որ այդ փոփոխությունը հնարավոր է եւ չընդունվի կամ որովհետեւ մարդիկ կային, որ կարծում էին, որ ճիշտ է, ներկայիս Սիլվան ավելի հետաքրքիր է իր ոճով, սակայն նախկին Սիլվան ավելի համապատասխան է իրեն։
Չէ, համարյա կարող եմ ասել նման կարծիք դեռևս մինչ օրս չի հնչել ոչ մի կլիպի, սկսած այդ ոճային փոփոխությունից, ոչ մի կլիպի հետ կապված, որ ասել են Սիլվան, այս ոճում պետք չէ լինել կամ այսպես։ Բոլորն էլ համակարծիք են եղել, ամենակարևորը, որ մենք կմնանք համեստ եւ իմ սկզբունքներից դուրս ոչինչ չի լինի։ Լավ, Սիլվա, փակելով այս ոճային փոփոխության թեման, հետաքրքիր է, վերջապես դու երբ կունենաս քո ուրույն ոճը, որովհետև երբ դիտում ենք կողքից այնպեսի տպավորություն է, որ դու երգում ես այն, ինչ քեզ այդ պահին դուր է գալիս։ Մի պահ ոգեշնչված ես արևմտյան ելևէջներով, մի պահ փորձում ես ներկայանալ հասուն կնոջ կերպարով։ Իհարկե ձեռագիրը ցանկալի է, բայց եթե ստացվում է քո մոտ տարբեր ոճեր, ինչու չփորձել, ինչու դա ցույց չտալ ժողովրդին։ Ամենայն դեպս ես այդ կարգախոսով եմ շարժվել մինչ օրս, ու կարծում եմ, որ այդ փոփոխությունները դեռ կշարունակվեն։ Եվ չես կարծում, որ նշեցիր հետաքրքրությունը հանդիսատեսի պահելու համար, այլ չես կարծում, որ շատ երգիչներ մենք ունենք, ովքեր առանց այդ փոփոխությունների էլ, պահում են հետաքրքրությունը իրենց նկատմամբ եւ ամենևին պարտադիր չէ, իրենք պարտադիր չեն համարում որևէ փոփոխության ենթարկվել։ Միգուցե իրենք իրենց այդ ոճում են ավելի լավ զգում, դա է պատճառը։ Բայց ես էլ այսպեսին եմ։ Ես սիրում եմ այսպեսի փոփոխություններ անել։ Ու հետո ասեմ, որ երբ որ մենամերկի ժամանակ երգացանկս տարբեր ոճերից է լինում, ավելի հանդիսատեսին էլ է հետաքրքիր լինում։ Լավ, հայ երգարվեստում եղած բազմաթիվ հարսանեկան երգերին ավելացրեցիր նաև քոնը։ Խոսքը նորահարսիկ երգի եւ տեսահոլովակի մասին է։ Մեզ մոտ հատկապես նմանատիպ երգերը շատ են քննարկվում եւ քննադատվում, նույնիսկ երբեմն ոմանց կողմից ծաղրանքի են, ենթարկվում, քանի որ դրանց կոմերցիոն բնույթը եւ պատվիրված կողմը ակնհայտ է լինում։ Արդյոք դու հաշվի չես առել այս բոլոր հանգամանքները եւ չես վախեցել կրկին քննադատվելուց։ Քննադատվելուց ես այլևս չեմ վախենում ընդհանրապես, լինի դա գործնական, լինի դա անձնական, որովհետև նորմալ է, եթե դու հանրային մարդ ես, ինչ որ մի բան հաստատ կգտնեն, որպեսզի քննադատեն։ Ինչքան էլ լավ անես, մեկ այդ լավի մեջ մի վատ կգտնեն, որ քննադատեն։ Իհարկե չենք կարող նաև նկատի ունենալ կորպորատիվ կողմը, կոմերցիոն բնույթը, բայց հիմնականում ուզեցինք ունենալ գեղեցիկ մի դրսևորում տեսահոլովակի տեսքով եւ նաեւ երգի տեսքով ու կարող եմ ասել, որ դա էլ է շատ սիրվել։ Արի ու բարի մեր նորահարսիկ հեսիկ նազիկ անուշ ծաղիկ նայրյան հարսիկ ուզում եմ որ դու լինես երջանիկ։ Լավ Սիլվա, դու միշտ հպարտությամբ նշում ես քո արմատների մասին եւ մեկ անգամ ասել ես, որ անամոթություն ես համարում այն, որ մարդ մոռանում է իր ծագումը։ Հետաքրքիր է ինչու ես դա նշել եւ արդյոք դա վերաբերում է մեր հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց։ Չէ, պատկերացրեք, ես ինտրիգներ ստեղծել ընդհանրապես չեմ սիրում եւ փառկացում եմ շոու բիզնեսի ներկայացուցիչներից բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եւ ոչ մեկին ոչինչ չեմ ուզում ապացուցել։ Ուղղակի շատ են նմանատիպ կարծիքները, որ ես եկել եմ գյուղից, գյուղի աղջիկ, չգիտեմ ինչ որ այդպիսի բաներ, ես դրա համար ասում եմ, ես երբեք չեմ դրանից փախչում, որ ես եկել եմ գյուղից, չնայած որ Վայքը գյուղ չէ, Վայքը դա փոքրիկ քաղաք է, կոմպակտ քաղաք է։ Այնուամենայնիվ ես շնորհակալ եմ նաև Վայքին, Վայքի ջրին, Վայքի սարերին, Վայքի լեռներին, որովհետև այս տաղանդը այնտեղից էլ է բխում, հաստատ։ Ես կարծում եմ, որ ծագումը կապ չունի։ Եթե մարդը ունի շնորհք, այդ շնորհքը ինքը ցույց է տալիս եւ արդեն ժողովուրդն է ընտրում, լսի իրեն ընդունի թե ոչ։ Alături de tine am trăit. Știam că ai alt iubit, dar tot nu spuneam nimic. Pe lăvar mi-a abandonat. M-a umilit iubirea ta, care bărbat îmi face așa. Հոգնել ես քո բախտից, մոռացիր, վիթախցիր։ Ռունգյա բարաբար ջույա,
Ana manglum tu sarshai pengyan Dikyola shukarna jangyan man Meda shai Tero am sarsarine Rent mi luje Dek noi unu penal tu nam găsi Cum n-a fost sortit Asumem per, naiumem per Aprumem ser Uderi go na životi Minutite noštem letjar Քո գործունեության մեջ արդեն որերորդ անգամն է, ինչ այլազգի կատարողներ գողանում են քո երգերը եւ ներկայացնում են իրենց անվան տակ։ Իհարկե չենք ուզում ծավալվել այս թեմայի շուրջ, քանի որ բազմիցս եք քննարկվել եւ դու բազմիցս մեկնաբանել ես, բայց այնուամենայնիվ կան կարծիքներ, որ այս ամենը ինչ որ միտեղ միգուցե նաեւ դուր է գալիս Սիլվա Հակոբյանի զուտ երգի տարածման եւ PR տեսանկյունից։ Քո կարծիքը կուզեինք լսել։ Դե եթե հնարավոր չէ, այսինքն դատի տալ, ինչ արած, պետք է նաև այդ կողմն է լինի, իհարկե ուրախանում եմ, ինչու՞ չէ այդ փաստով, որ այնպիսի պրոդուկտ ենք ստեղծում, որ արտասահմանցիներն էլ է հետաքրքիր լինում, որ այդպես իրենք էլ փորձում են կրկնօրինակել մերը, որովհետև շատ հաճախ միշտ մեզ են, չէ, այդպես մեղադրում, ասում են մենք վերցնում ենք, մենք կրկնօրինակում ենք, բայց կամ փաստորեն հակառակը։ Եվ միայն ես չեմ այս վիճակում հայտնվել, մեր շատ երկողներից շատերի երկերն են գողացել։ Սկզբնական շրջանում անգամ իմ մոտ ստրես էր։ Ես մտածում էի, ինչի պետք է այսպես լինի, ինչի պետք է գողանան։ Հետո հասկացա, որ անիմաստ է, ես ինչքան էլ նյարդայնանամ, մեկ է ոչինչ չեն կարող ձեռնարկել այդ մարդկանց նկատմամբ եւ մնում էր ինձ միայն այդ տեսանկյունից ինձ հանգստացնելը։ Ինչպես նշեցիր, միշտ մեզ են մեղադրում որևէ արտասահմանցի կատարողից երգ գողանալու կամ կրկնօրինակելու, դու նույնպես անմասն չմնացիր այդ մեղադրանքներից, իհարկե այլ բան է ամբողջությամբ երգը կրկնօրինակելը, մեկ այլ բան է ինչ որ երգի, ինչ որ հատված նմանեցնելը մեկ այլ երգի։ Քո դեպքում եղավ, երբ քեզ մեղադրեցին Jessie J-ի երգը նմանակելու մեջ։ Սակայն դու պատասխանեցիր, որ դա նորմալ է, որ պետք չէ հիվանդագին մոտենալ եւ պետք է թեթև տանել այդ ամեն ինչը, որովհետեւ վերջի աշխարհում գոյություն ունի 7 նոտա եւ հնարավոր է որ կրկնվի։ Իրականում դու այդպես թեթև ես վերաբերվում այդ ամենին, թե ուղղակի դա արեցիր, որպեսզի խոսակցությունների նոր ալիք չհրահրես եւ ընդհանրապես վերջ դնես բոլոր խոսակցություններին։ Դե ընդհանրապես այդպես է, 7 նոտա է։ Հիմա եթե այսպես լսեք, երևի 90%-ը հաստատ երգերի որ դնեք նման են իրար, որովհետև 7 նոտա է, որ ինչ էլ չլինի, օրինակ եթե ամբողջովին երգը նման լինի, դա մեկ այլ հարց է։ Դա արդեն գրագողություն է։ Քո երգը։ Չէ, անկեղծ չէ, ես ընդհանրապես չէի էլ մտածել, որ կարող այդ հատվածը նման լինի Jessie J-ի երգին։ Ես անգամ հետո եմ դրել լսել ու նմանություն մի հատ մանի ընդամենը դա։ Ու ոչ մի բան։ Ես դա եմ ասում, սիրում են խոսել մարդիկ, թող խոսեն, ես փորձում եմ այո, հանգիստ այդ ամենին վերաբերվել եւ ընդհանրապես կապ չունենք մենք այդ ամենի հետ, այն առումով, որովհետեւ այդ երգի հեղինակը քույրս չէ։ Դա գրել են Ամերիկա բնակ տղաները, որոնց հետ ես նկարել եմ տեսահոլովակը, եւ իրենք ավելի լավ կլիներ պատասխանեին այդ հարցին։ Միգուցե իրենք դա արել են դիտավորյալ, իսկ միգուցե եւ շատ պատահաբար համընկել է։ Համենայն դեպս ես թեթև եմ նայում այդ ամենին եւ խորհուրդ եմ տալիս բոլորին այդպես մոտենալ։ Կուզենք զրուցել նաև գրեթե միշտ ակտուալ թեմաներից մեկը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին։ Երբ ասեկոսեներ էին պտտվում, որ 2013 թվականին Հայաստանը ներկայացնելու է Սիլվա Հակոբյանը, դու հերքեցիր այդ լուրերը։ Եվ նշել ես, որ դեռ պատրաստ չես դրան եւ քանի դեռ պատրաստ չես, ռիսկի երբեք չես դիմի։ Այ հետաքրքիր է, ինչն է քեզ պակասում, որպեսզի լիարժեք զգաս Եվրատեսիլի բեմում եւ արդյոք սա ինքնակննադատություն է, թե ուղղակի ավելորդ համեստություն։
Չէ, կարծում եմ դուք էլ ինձնից լավ գիտեք, որ յուրաքանչյուր արտիստով որ գնում է այդտեղ մասնակցելու, այդ ամենից զատ պետք է մտածի սկզբի, ընթացքի եւ վերջի մասին, որովհետեւ քննադատություններ լինում են եւ սկզբից, երբ որ ընտրվում է ով պետք է գնա, ընթացքում այնքան իսկապես սկսում ես արդեն ինքդ քեզ մտածել կարող է ես լավ չի երգեմ կամ կարող է ինչ որ բան շատ հետո սկսում ես մտածել որ եթե ինչ որ բան լավ չներկայացնեմ միգուցե ես կդառնամ թշնամին ազգի, որովհետեւ այդ տեսակ են հիմնականում լինում։ Վախն է միայն պատճառը։ Չէ, իմ պարագայում վախը չէ, որովհետեւ փառք աստծո ես արդեն փորձ ունեմ, քանի որ ես շատ մենահամերգներ եմ տվել։ Ուղղակի դեռ ինձ չեմ տեսնում այդ հարթակում, չեմ տեսնում ինձ Եվրատեսիլի բեմում։ Չէ, ինքնավստահության պակասն էլ չէ։ Ես կարծում եմ, որ դրան պետք է գնան մի փոքր քարե սիրտ ունեցող մարդիկ, այսպես ասեմ, որ ոչ մի մեկնաբանությունների ուշադրություն չդարձնեն, որ իրենք կենտրոնացած լինեն այդ ամենի վրա եւ ներկայացնեն։ Բայց չես կարծում, որ այսպես նաեւ ինչ որ միտեղ սխալ է, եթե դու ընդհանրապես մտածես մեկնաբանությունների մասին։ Շատ մեծ, միայն դու երգելու մասին հավատացեք, միայն երգելու մասին չես մտածում, շատ մեծ պատասխանատվություն։ Դու ներկայացնում ես երկիր։ Եվ դու պետք է ամեն ինչ անես, որ ամենաառաջին հերթին շատ լավ երգես, որ հետո քննադատության չարժանանես։ Այսպես թե այնպես քննադատության արժանանում է։ Թե լավ երգի եւ թե վատ երգի։ Ամեն երգի առումով, ամեն առումով ինքը շատ մեծ պատասխանատվություն է։ Այդ պատճառով եմ ասում, պետք է մի փոքր նյարդերը անջատած եւ քարե սիրտ ունեցող մարդիկ մասնակցեն այդտեղ։ Էապես տարբերվում է մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից, որոնց 90%-ը գրեթե նշում են, որ այո, իրենք միշտ պատրաստ են, ուղղակի առաջին քայլը երբեք չեն անի, այլ կսպասեն առաջարկի։ Այ ինչպես է սրան վերաբերում։ Իհարկե առաջարկ պետք է լինի, որովհետև ամենաշատը կուզենան, որ լինի արդարացի, լինի հենց հանդիսատեսի ընտրությամբ ամեն ինչ, որ իրենց սրտով լինի մասնակիցը։ Բայց բացի այդ, մի փոքր ինքը ամեն դեպքում քաղաքական մրցույթ է եւ քաղաքականությունը իր դերը տանում է։ Ինչքան էլ լավ երգես, ինչքան էլ լավ երգով ներկայանաս, ինչքան էլ վստահ լինես, նաեւ կա այդ վախը, որ միգուցե եւ չընդունի։ Լավ Սիլվա, վերջում ամփոփելով զրույցը խոսեցինք նորահարսիկներից, ոճային փոփոխությունից, խոսեցինք սիրելիիցդ, այ հետաքրքիր է, երբ ենք տեսնելու քո կյանքի կարևոր ոճային փոփոխությունը, երբ ենք քեզ տեսնելու նորահարսիկի կերպարով, խոսքը իհարկե հերթական տեսահոլովակի մասին չէ։ Ժամանակը ցույց կտա, ժամանակը ամեն ինչին մեկ է, ինչ էլ անես, ժամանակը ամեն ինչ իր հունով տանում է եւ բոլոր հարցերի պատասխանները տալիս է։ Ամեն ինչ կլինի ժամանակի ընթացքում։ Այսինքն Սիլվա Հակոբյանը նորից փակ է պահում իր անձնականը եւ ոչինչ չի ցանկանում։ Այո, ի վերջո որը բարին է դա էլ կլինի, իսկ եթե լինի ես հաստատ չեմ կարծում, որ փակ կարող եմ պահել, որովհետեւ եթե ամենասկզբից այսպեսի անդրադարձ եղավ, ապա նմանատիպ մեծ իրադարձությունները հաստատ փակել չես կարող ուղղակի։ Կիմանան այդ մասին, բայց մնացած ոչ մի բանի մասին չեմ ուզում խոսել։ Լավ Սիլվա, շնորհակալ եմ գալու եւ հետաքրքիր զրույց ապահովելու համար։ Ձեզ եմ շնորհակալ սուր հարցերի համար, ձեզ անխափան եթեր եւ շատ հետաքրքիր հյուրեր։ Շնորհակալ ենք։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio-ն ոճաբան դիմահարդար Ագա Քանքանյանի ղեկավարությամբ հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացվում են ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Հասցե Իսահակյան 14։ Այսօր այսքանը մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պայել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-արտներ կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Կարոզա Հարսանյաց սրահ։ Կարոզա։ Միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Կարոզա Հարսանյաց սրահ միայն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային հարսանեկան զգեստների, ինչպես նաև աքսեսուարների լայն տեսականի։ Ամենասեղմ ժամկետներում կարող ենք ապահովել ցանկացած բրենդային հարսանեկան զգեստ։ Ալեք Մանուկյան 17, հեռախոս 57 5007։ Կարոզա։
միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։